Ժողովուրդ օրաթերթը տեղեկացավ, որ բարեգործ Սամվել Կարապետյանը, որն այս պահի դրությամբ պահվում է Արմավիր քրեակատարողական հիմնարկում, գտնվում է խիստ մեկուսացման պայմաններում։ Մեր վստահելի աղբյուրների փոխանցմամբ քննիչի որոշմամբ արգելել են բոլոր տեսակցությունները, այդ թվում ընտանիքի անդամների հետ։ Միակ բացառությունը նրա փաստաբաներն են։ Սա նշանակում է, որ իրավապահ համակարգը գործնականում մեկուսացրել է Սամվել Կարապետյանին արտաքին աշխարհից, ինչը որոշ շրջանակներում գնահատվում է որպես հոգեբանական ճնշման մեթոդ։ Ըստ աղբյուրների, հարազատները մինչև 2 ամիս չեն կարողանալու հանդիպել նրա հետ։ Նկատելի է նաև անսպասելի շրջադարձ քրեակատարողական հիմնարկի ընտրության հարցում։ Ժողովուրդ օրաթերթը իր աղբյուրներից տեղեկացավ, որ մինչ այս որոշված էր Կարապետյանին տեղափոխել Ազգային անվտանգության ծառայության մեկուսարան կամ Վարդաշեն քրեակատարողական հիմնարկ, սակայն վերջին պահին որոշվել է տեղափոխվել Արմավիր քրեակատարողական հիմնարկ։ Մեր տեղեկություններով որոշումը կայացվել է գրեթե անմիջապես տեղափոխությունից առաջ։ Քաղաքական շրջանակներում սա գնահատվում է որպես փորձ բարեգործին ճնշման տակ պահելով ստիպել հրաժարվել իր դիրքորոշումներից, մասնավորապես հայ առաքելական եկեղեցու պաշտպանությունից։ Այս գործընթացը ըստ վերլուծաբանների միտված է նսեմացնելու Կարապետյանի հասարակական կերպարը եւ նրան մենակ թողնելու պետության դեմ պայքարում։ Արմավիրում պահվում են եւ կալանավորները, եւ դատապարտյալները։